Տեսնենք որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Կամ ունեք որևիցե հավանած աղջիկ կամ տղա եւ մտածում եք, որ կարող գնալ այնտեղ, ինքը այնտեղ լինի, այսօր շենքի կողքը կանգնած կլինի, այսօր խանութում իր հերթը կլինի, իր աշխատանքային օրը կլինի եւ այլն եւ այլն, հա, այստեղ կարող եք պահել եւ ովքեր որ միայնակ են, թե որտեղ կհանդիպեք, ուղղակի պետք է գնալ նման վայրեր եւ եթե փորձեն ծանոթանալ, պետք է ծանոթանաք, հետո չասեք Արմենն ասեց, այստեղ պիտի հանդիպենք, որ մեկին տեսա, բայց դե չխոսած կամ չգիտեմ, ուրեմն ոչ մի այնպես եք ձեզ պահել, որ չեն էլ մոտեցել, ուրիշ ոչինչ։ Եթե հստակ գիտեք, որ հենց այդտեղ եք եւ այդտեղ ինչ-որ մեկը կար, ում որ հավանեցիք, դուք մոտենայիք։ Այնպես հարց տայիք, ինչ-որ բան է կարող շփոթել եմ, հասցեն, ինչ-որ մի բան, հասցե ճշտեք։ Ավելի լավ է թող նորաձև լինի, հասցեն, Եվրոպայում այդպես է, նորաձևը հասցեն ճշտելը, այդպիսով ծանոթանում են դիմացինի հետ, օրինակ, եթե քայլել եւ ինչ-որ մեկը վայ, սա եմ ուզում, այդտեղ փորձում եք բացատրեք, այսա որտեղ է, կամ հետո ձեզ այնց հեռախոսահամար են ուզում, կամ փորձում են ծանոթանալ, ահունդ ինչ է, այսպես։ Նա նորաձև է, կարող եք այդպես մոտենալ։ Եթե կարճ եւ կոնկրետ կպատասխանի, չգիտի եւ վերջ կգնա, ուրեմն այդ մեկը չէր որ ում հետ որ պետքա գար ձեր կյանք։ Ես իմ ով էր։ Եվ պահեք տարբերակները։ Պահեք նաև ձեր սիրելիներին, եթե ունեք, կամ այն մարդկանց, ում որ համակրում եք, հավանում եք, որ կհանդիպեք արդյոք տվյալ վայրում, թե ոչ, գուցե իրոք գնում եք եւ իր սմենը չի, խառնել եք ժամերը կամ այդ որ իրեն հարմար չէր, եւ ինքը այն չի փոխել է ժամերը, գիշերն աշխատելու։ Այնպես որ պահեք 3 տարբերակ, մինչև ես կխառնեմ։ Ահա, տեսնենք որտեղ կհանդիպեն առաջին տարբերակը։ Ովքեր որ պահել են առաջին տարբերակը, որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Դա արդեն իսկ վատ չի, դիմացա ամառը։ Չեն ուզում վայրեր ընկնել։ Մեկը կա։ Այդքան խոսում էի սուպերմարկետից, սա էլ սուպերմարկետի հանդիպումը կայացավ։ Ահա, ուրեմն, առաջին տարբերակում կհանդիպեք ձեր երկրորդ կեսին հանգստի ժամանակ, որ գնաք օրինակ օտար երկիր կամ Սևան, ինչ-որ միտեղ, որտեղ որ կարող եք հանգստանալ եւ այնտեղ կարող եք հանդիպել ձեր երկրորդ կեսին։ Այստեղ վարսահարդարման սրահում կարող է ինչ-որ մի հենց հստակ նման կենտրոնը, որտեղ որ տղաներ եւ աղջիկներ են, պարտադիր չի ինքը միայն կանանց համար նախատեսված լինի։ Նման որ այդտեղ կարող եք հանդիպել կամ ինչ-որ մեկի եղբորներ հարմար, որ գար իր քրոջը տաներ վարսարդարման սրից եւ այնտեղ ձեզ է տեսնում, հավանում եք իրար։ Նաեւ կինո
սրահում, կինոթատրոնում կարող եք հանդիպել, ֆիլմ դիտեք եւ այնտեղ միամիտ հանդիպեք, կամ այդ սրահում լինի, բայց կարող ֆիլմ չի։ Նաեւ այնտեղ որտեղ որ իրար հետ կարող եք խաղալ։ Դա չի բացառվում, մենք ունենք նաեւ նորահայտ դերասաններ եւ կարող այնտեղ իրար հետ խաղում եք, ինչ որ մեկի հետ եւ զգացմունքներ առաջանում։ Եվ իհարկե այստեղ որևիցե սուպերմարկետում, որտեղ որ կամ ինքն է աշխատում, կամ ձեր սայլակներ իրար կբախվեն միամիտ, կամ ամեն մի այդ արանքը անցնելուց, հա, անընդհատ իրար բախվեք, ուրեմն Աստված ձեզ համար է պատրաստել այդ մարդուն, այդ կնոջը կամ այդ երիտասարդին, որպեսզի դուք շփվեք։ Երկու բառ փոխանակեք, շփտացեք իրար, միգուցե դուրս գալուց էլ իրար հետ դուրս գաք խանութից, եւ այդպես ծանոթանաք։ Ամեն ինչ հնարավոր է։ Կամ ուղղակի ինքն է այնտեղ աշխատում եւ գնում եք տեսնում եք այնտեղ է այդ օրը։ Գնում եք իր մոտից առևտուր անելու։ Այսքանը առաջին տարբերակի համար, դե վատ տարբերակներ չէին, այնպես որ դες տեսնեմ, ծանոթացեք։ Եթե հավանում եք երկու բերան, խոսեք, հա, երկու բառ, խոսեք այդ մարդը, ոչ ոք ձեզ չի ասի, վայ, ես ինչ մարդ է, չեն ասում ձեզ, վայ, ասեք, վայ, ես ինչ լավն ես։ Ոչ ոք ձեզ չի ասում, բայց թեկուզ այն որ բախվում եք իրար, դե այդ երկու բառ խոսելը, էլի դու դեմքի արտահայտություն մի հատ ընդունեք, հաստատ ոչ ձեզ կմոտենան, ոչ է դուք։ Գնանք արդեն երկրորդ տարբերակը տեսնենք, երկրորդը որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Տեսնենք երկրորդ տարբերակը որտեղ կհանդիպեն իրենց երկրորդ կեսին։ Լավ է տեղ է, շատ շուտով, մարդիկ կընդունվեն, ուսումնական հաստատություն և կհանդիպեք ձեր երկրորդ կեսի հետ։ Այսպես թե այնպես նայեք երկուսն էլ ուսումնական հաստատություն է ցույց տալիս։ Ոմանց համար սա կարող է լինել օրինակ 9-րդ դասարանից արդեն որ տեղափոխվում են թե 10-ից է, մի խոսքով բարձր դպրոց են գնում, ինչ որ ոնց է կոչվում, լավ չգիտեմ, ավագ դպրոց, այդպես կարող եք այնտեղ ծանոթանալ։ Դե մի քիչ շուտ է, բայց դե։ Ուրեմն այս տարբերակը, երկրորդ տարբերակը ուրեմն ոչ է գրասենյակում, ինչ-որ մեկի մոտ կարող եք գնալ և այնտեղ սպասելու ընթացքում ծանոթանալ, տեսնել ինչ-որ մեկին այնտեղ աշխատողները գան, գնան և այլն։ Նաև ուսման հաստատություն, այստեղ ինստիտուտ է, սա դպրոցի հետ կապված է, մի քիչ ավելի ներքև, սա արդեն ինստիտուտ, համալսարան և այլն։ Ֆուտբոլի սրահում, ֆուտբոլի դահլիճում, դաշտում իրար հետ կարող եք ֆուտբոլի գնալ, նայել ֆուտբոլ եւ այլն։ Եվ դա կարող է ինքը, հա, ինչպես որ մշտապես է լինում, դաշտում լինում են ավելի շատ համերգներ, քան ֆուտբոլներ։ Կարող է նմանատիպ տեղ եք գնացել։ Նաեւ այստեղ կենթանաբանական այգում ինչ որ չի բացառվում, որովհետեւ արդեն իսկ բաց է եւ կարող եք հանգիստ գնալ եւ այնտեղ ծանոթանալ։ Եվ
Նաև այստեղ լողավազանում եւ ինքնաթիռի մեջ։ Կողը գնում եք ինքնաթիռով ոչ մի հոթել եւ այնտեղ լողավազան կա, գնում եք եւ ինքնաթիռում եք իրար հետ ծանոթանում, հետո գնում եք այդ հոթել եւ տեսնում եք այնտեղ եւս այ լողավազանի մոտ եւս այդ մարդը այնտեղ է եւ հանդիպում եք իր հետ։ Այստեղ նաև գնացքի մեջ, նայեք ինչ որ մի տեղ գնալու ժամանակ, սա նաև տրամվայ, չէ, տրամվայ չէ, մետրոն, մետրո, շատ հին գնացի, չգիտեմ տրամվայ կա թե չէ, օրինակ Եվրոպայում կա եւ շատ է լավն է, բայց կարող մետրոյի մեջ է, կարող մշտապես մետրոյով նույն մարդու հետ գնում եք աշխատանքի, գնում եք ինչ որ միտեղ, կամ սա կարող գնացք է, հենց երկար ճանապարհ եք գնում, ի վերջո այդ մարդուն կարծես թե եւ կարող եք տեսնել գնացքի մեջ եւ կարող եք տեսնել ինքնաթիռի մեջ, եթե օրինակ հեռու է, օրինակ եթե դրսում եք ապրում, բնականաբար կարող եք գնացքով գնալ հասնել ինքնաթիռի օդանավակայան եւ այնտեղ ինքնաթիռով հանդիպել, հետո ոչ լողավազան, որտեվ սա ինչ որ իրար է կապած, նա իրար է միացված, այնպես որ 3 տարբերակն էլ կա, որ 3 անգամ տվյալ մարդուն կարող եք տեսնել։ Այսքանը երկրորդ տարբերակի համար դե վատ տեղեր չեն, այնպեսի տեղեր են, որը մարդիկ արդեն իսկ կգնան, արդեն իսկ սովորում են եւ այլն, հեսա շուտով ինստիտուտն է, շուտով մի քանի ամիս, քննությունների ժամանակ եք իրար հանդիպում։ Եվ գնանք երրորդ տարբերակը, տեսնենք երրորդ տարբերակում ինչ կա։ Դե ուղղակի էլի եմ շեշտում, պետք է այդ մռայլ դեմքի արտահայտությունը թողնել եւ ուղղակի ծանոթանալ, եթե ծանոթանում են ձեզ հետ, հատկապես եթե նորմալ են մոտենում, հատկապես եթե տվյալ մարդուն անընդհատ տեսնում եք, դա արդեն մեկ այլ հարց է, կարող է գան լկտիավարի մոտենան, դա բնական է արդեն։ Դա էլի ձեր իրավունքն է։ Ահա, տեսնենք, որտեղ կհանդիպեն իհարկե երրորդ տարբերակը, որտեղ կհանդիպեն իրենց երկրորդ կեսին։ Ֆիլմում, կինոյում, կամ նկարահանման ժամանակ, նկարահանման հրապարակում։ Այգում, կարող է այգում նստած եք, գալիս են, նկարում են ինչ-որ մեկին։ Կամ այգու մոտ է գտնվում այդ ֆիլմ անունը մոռացա։ Խոսքով որտեղ որ ֆիլմ են նայում։ Թու։ Կինոսրահ ասեմ լավ, մեկը չեմ հիշում, այ քեզ բան, սենց բան կլինի։ Ինքան չենք օգտագործում նման բառերը, որ թռնում են ուղղակի։ Երրորդ տարբերակը եւս շատ հետաքրքիր է։ Ահա, ուրեմն, առաջինը կհանդիպեք ոչ ֆիլմ դիտելու ժամանակ, որևիցե թատրոն, հա, կինո, որտեղ որ գտնվում է, թատրոնը այդքան շատ չէ, ինչքան որ ֆիլմը նայում եք, օրինակ այգու շրջակայքում կարող է լինել։ Այնտեղով որ մեկը կամ
Դե թեկուս կինո Մոսկվան, դե չնայած այնտեղ կողքը հրապարակն է ավելի շատ, ամենայն դեպս, հա, կարող է ինչ-որ մի տեղ է, որտեղ հետո գնում եք նստում եք եւ այնտեղ կարող ծանոթանալ կամ ցույց է տալիս, որ դրա կողքն է։ Այգու կողքն է ամիջապես, որտեղ կարող գնալ ֆիլմ դիտելու եւ ծանոթանալ։ Դե օտար երկրում եք ապրում, այնտեղ կարող է հենց այգում օրինակ մեր մոտ կա հենց այգի նման տեղ է, հենց կողքը ամիջապես սինեման է։ Դե իհարկե Ֆրանսիայում։ Եվ ոչ օտար երկրում հանգստանալու ժամանակ կամ Սևանում թեկուզ է, այդտեղ ծովի ափն է, հանգստանալու ժամանակ։ Եվ վարսահարդարման սրահում կամ որևիցե նման տեղում, որտեղ որ այցելում են եւ տղամարդը եւ կինը, եւ օտար երկրացի կարող է լինել։ Հնդիկ կարող է լինել։ Մենք ունենք չէ՞ մի հայ, ով որ հնդիկ է ամուսնացած։ Ես չգիտեմ բաժանվել են թե ոչ, չեմ տեսել դրանից հետո։ Ամենայն դեպս նման եկաղը օտար երկրացի է։ Կամ դուք եք գնում օտար երկիր, այստեղ հանգստանալու եւ իր հետ ծանոթանում եք, օրինակ այգում, այնտեղ նստել, հանգստանալով ծանոթանում եք իրար հետ։ Դե այսքանը իրենք վատ տարբերակներ չեն, մնում է դուք որ թույլ տաք այդ մարդը ձեզ մոտենա, խոսի, շփվի ձեզ հետ եւ ծանոթանաք ուղակի։ Թեկուս երկու բառ փոխանակելը, թեկուս ինչ-որ մի աննշան ծանոթանալը ձեզ կարող է օգնել։ Դե սա չի ընկնում։ Օգնել ձեզ ձեր կյանքը դասավորել, ձեր կյանքը կառուցել ի վերջո։ Որպեսզի միայնակ չմնաք։ Ուղղակի պետք է թույլ տալ, որպեսզի ձեզ մոտենան։ Այսքանը սիրելիներս։ Ձեզ լավոր եմ մաղթում։ Հանդիպեք այն մարդկանց, ում որ դուք արժանի եք, եւ եթե պետք է ինչ-որ մեկի հետ ձեր կյանքը կառուցեք, ապա այդ մարդուն իմացեք, որ անընդհատ տեսնելու եք։ Որտեղ էլ որ գնաք, անընդհատ կարող եք այդ մարդուն տեսնել։ Ուրեմն այդ մարդը ձեզ համար է։ Եվ ուղղակի պետք է չկորցնել ձեր հնարավորությունը եւ շփվել հետը, ծանոթանալ հետը։ Այսքանը լավ եղեք։